Օրվա կարևոր իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Պատերազմը թեժանում է, Իրանն ամբողջ գիշեր հրթիռակոծել է Իսրայելի ռազմական թիրախները։ Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունը, Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է արել։ Վաշինգտոնի հետ բանակցությունները փակուղում են, բայց չեն էլ չեղարկվել։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը դրանք անիմաստ է որակել։ Խոցված օբյեկտների արտանետումները Հայաստանին չեն սպառնում, ինչ են արձանագրել մասնագետները Սյունիքում։ Իրանի ու Իսրայելի հայերի շրջանում վնասներ չկան, բացառիկ մանրամասներ պատերազմի թոհուբոհի մեջ հայտնված մեր հայրենակիցներից։ Եվ զորավարժանք պատերազմի ֆոնին, կգնա Բաքուն նոր էսկալացիայի։ Իրանն այս գիշեր պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, տասնյակ հրթիռներ են արձակվել իսրայելական թիրախների դեմ։ Մինչև լուսաբաց Իսրայելի տարածքում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում կան զոհեր ու վիրավորներ, Թել Ավիվում շենքեր են փլուզվել, փլատակներում դեռ մարդիկ կան։ Իսրայելը եւս պատասխան հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ, հարվածներ են հասել Զանջան նահանգի Իրանի բանակի կենտրոնական զրահատանկային բրիգադի բազային։ Համադանում, որտեղ ավիաբազա է տեղակայված, տեղի ունեցել պայթյուն։ Իսրայելն անցած գիշեր հարվածել է Իրանի տարածքին, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ եւ միջուկային ոլորտի գիտնականներ։ Իսրայելում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հորդորելով պահպանել զգոնություն եւ արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։ Նման հայտարարություն է տարածել նաեւ Իրանում մեր երկրի դեսպանությունը։ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում բնակելի շենք է փլուզվել։ Զոհվել է 60 բնակիչ, այդ թվում 20 երեխա։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերից 10-ի մարմինները փլատակներում են, նրանց մեջ 6 եւ 9 ամսական նորածիններ կան։ Իսրայելը կընդլայնի Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Ցախալն ընդլայնում է Իրանի տարածքում լայնածավալ գործողությունը, որն ուղղված է նրա միջուկային ծրագրի դեմ եւ ի պատասխան ռեժիմի շարունակվող ագրեսիայի։ Իսրայելը Իրանին թույլ չի տա մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Իրանն էլ Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային պաշտոնապես տեղեկացրել է, որ ավելի լայնածավալ հարվածներ կհասցնի Իսրայելին։ Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներից հետո Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների շարունակումը անիմաստ է։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին եւ միաժամանակ համակարգել գործողությունները, թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին։ Բաղային այսուհանդերձ հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված է հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել։ Իսրայելի հարվածներից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ 2 ամիս առաջ Իրանին 60-օրյա վերջնագիր էր տվել գործարք կնքելու համար։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Իրանը հիմա գուցե երկրորդ հնարավորությունն ունի։ Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ իրանցի պաշտոնյաներն են իրեն խնդրում գործարք կնքել եւ վստահություն է հայտնել, որ Իսրայելի զանգվածային հարվածից հետո Իրանի հետ միջուկային գործարքի հավանականությունը մեծացել է։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Իրանին եւ Իսրայելին կոչ է արել պատասխանատվություն եւ ողջախոհություն ցուցաբերել, ընդգծելով, որ բոլոր երկրների պարտականությունն է աջակցել խաղաղությանը։ Հռոմի Պապը շեշտել է, որ ավելի անվտանգ միջուկային սպառնալիքից զերծ մոլորակի կառուցումը պետք է իրականացվի հանդիպումների եւ անկեղծ երկխոսության միջոցով, արդարության, եղբայրության եւ ընդհանուր բարօրության վրա հիմնված տևական խաղաղություն ստեղծելու համար։ Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ։ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են վերջին զարգացումները եւ մտքեր փոխանակել առկա իրավիճակի շուրջ։
Թեհրանից մինչև Թել Ավիվ հայերն ապրում են տագնապի մշտական զգացողությամբ։ Իրանի հայերը պատմում են, որ ամբողջ գիշեր լսել են գլխավերևով թռչող հրթիռների ձայնը, մինչդեռ Իսրայելի հայերը ժամերով պատսպարվել են ռմբապաստարաններում տագնապի ազդանշանների ուղեկցությամբ։ Չնայած լարվածությանը, համայնքների մեծ մասը Հայաստան գալու ցանկություն չունի։ Իրանում ու Իսրայելում բարեբախտաբար հայերի մեջ զոհեր կամ վիրավորներ չկան։ Իրանի Հայդատի հանձնախմբի նախագահն ասում է, որ ամբողջ գիշեր հետևել են, թե ինչպես են գլխների վրայով բալիստիկ հրթիռներ թռչում։ Ոչ մի ռմբակոծություն քաղաքի կենտրոն հատվածում, որ հատկապես հայաբնակ է, չի գրանցվել, խուճապ չկա առաջմաս եւ ընթանում է նորմալ կյանքը։ Մարդիկ դուրս են եկել, արևտուր են անում հանդարտ ամեն ինչ։ Իսահակ Հունանեսյանն ասում է, հայ համայնքի ղեկավարությունն այժմ ավելի շատ մտահոգված է Հայաստանի վիճակով։ Ամեն պահ կարող է Բաքուն արդից օգտվել Իրանի թույլատման դեպքում ագրեսիա գործադրել Սիոնիկի վրա եւ մենք ոչ ենք անում գոնե Հայաստանի քաղաքական դաշտին եւ իշխանությանը զգոն լինի եւ գոնե ռազմական բարձր մակարդակ բարձրացնի բանակը։ Ավիահարվածների պահին Իսրայելի բնակիչները հաշված րոպեներ ունեն ապաստարան իջնելու ու պատսպարվելու համար։ Վտանգի մասին հաղորդագրություններ են գալիս, միանում է տագնապի ազդանշանը։ Իսրայելի հայերը թիրախային հարվածների պահին մի քանի ժամ ստիպված անցկացրել են թաքստոցում։ 2 գիշեր է չեն քնել։ Տարածքները փոքր են, օդանավակիչներ չկան, խեղդվածք է եւ ժամերով ասենք լինում են դեպքեր, որ օրինակ 3 շատ երկար ժամանակ անցկացրեցինք ռմբապաստարաններում մեր հարևանների հետ, երեխաներ, նորածին երեխաներ։ Իսրայելի գրեթե բոլոր շենքերում ռմբապաստարաններ կան, մետաղյա հաստ դռներով, թե ինչ է կատարվում դրսում, մարդիկ տեղեկանում են փողոցի տեսախցիկներից ռեալ ժամանակում։ Այդպես մնում ենք այնքան, մինչև նոր SMS ենք ստանում թիկունքի ծառայությունից, որ վտանգը անցել է, կարող եք վերադառնալ տուն, բայց եղեք ձեր ռմբապաստարաններին կամ թաքստոցներին կամ պաշտպանված սենյակներից ոչ հեռու։ Որքան կտևի պատերազմը, վերլուծաբանների կանխատեսումները հուսադրող չեն։ Մարդիկ ցանկանում են, որ այս մղձավանջը ավարտվի որքան հնարավոր է շուտ։ Խոսում են, որ մինիմում 2 շաբաթ սա կարող է տևել, օրինակ քիչ առաջ իմացա, որ եւս 2 օրով փակվել է օդանավակայանը, այսօր Իսրայելի ոչ մի օդանավակայանում ոչ մի ինքնաթիռ չես հանդիպի, ոչ քաղաքացիական, ոչ զինվորական։ Օդանավակայանները դատարկ են։ Հենց այդ պատճառով, որ երկու երկիր սահմանակից չեն, ես չեմ կարծում, որ սա շատ երկար տևի, գուցե մի քանի օրում ավարտվի, որովհետև նման պատերազմներ, որ օդային է լինում եւ հրթիռային է լինում, ժամկետ ունի, վերջապես երկու կողմն էլ այդքան սպառազինություն չունեն, որ կարողանան ամիսներ շարունակ օդային պատերազմ տանեն։ Իրանի ու Իսրայելի հայերը շունչները պահած են, հետևում իրադարձությունների ընթացքին։ Նրանց մեծ մասը Հայաստան գալու մտադրություն չունի։ Իզաբելլա Հովանիսյան, Էպիկենտրոն։ Global Security Forum-ի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների քննարկումներին, դարձյալ ընդգծելով այսպես ասած Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը։ Հաջիևի խոսքով իրենք ակնկալում են, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը կանի այդ հարցում։ Հենց որ Ադրբեջան-Նախիջևան կապը լինի, Հայաստանի համար եւս կբացվեն նոր հնարավորություններ, ամփոփել է Ալիևի օգնականը։ Մերձավոր Արևելքում սրվող Իրան-Իսրայել հակամարտությունը վտանգավոր զարգացումներ է կանխատեսում նաև Հարավային Կովկասում։ Ռազմական փորձագետները չեն բացառում, որ Բաքուն իրավիճակից օգտվելով կարող է սանձազերծել նոր ագրեսիա, փորձելով կյանքի կոչել Միջանցք կոչվող ծրագիրը։ Մինչ Իրանը կենտրոնացած է իր անվտանգային մարտահրավերների վրա, Բաքուն ու Անկարան Նախիջևանում լայնամասշտաբ զորավարժանք են անցկացնում։ Իսկ Հայաստանը կանգնած է անվտանգային նոր փորձության առջև, եւ զարգացումները կարող են կտրուկ փոխել տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը։ Այս ընթացքում Բաքուն Թեհրանին վստահեցրել է, որ իր տարածքը չի օգտագործի Իրանին հարվածելու համար։
Իրան-Իսրայել ռազմական բախումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ու Երևանի համար։ Պայթունավտանգ իրավիճակի հարմար պահն օգտագործելով Բաքուն կարող է նոր էսկալացիայի գնալ։ Երևանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Առնվազն պետք է առաջին իսկ քայլը լիներ ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, որպեսզի փորձենք այդ հնարավոր բոլոր ռիսկերը կառավարել եւ այս իմաստով մեր անգործությունը ընդհանուր առմամբ կարող է սարսափելի կատաստրոֆիկ իրավիճակ ստեղծվի Հայաստանում եւ գոնե մենք փորձենք ինչ որ իմաստով պատրաստ լինել այդ գործողություններին։ Տեղեկություններ շրջանառվեց, որ ադրբեջանական ռազմական ավիացիան է օդանվել, այսպես դեպի իրենց եկող վտանգները քողարկելու, այսպես քողի տակ։ Բաքուն կարող է ռազմական գործողություններ սկսել իր վաղեմի երազը Զանգեզուրի միջանց կոչված նախագիծն իրականացնելու համար։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ այսպես կոչված միջանցքը կարմիր գիծ է իր համար եւ դեմ է սահմանների փոփոխությանը։ Ռազմական փորձագետի դիտարկմամբ Իրանի շուրջ ժամ առ ժամ փոփոխվող իրավիճակով պայմանավորված թյուրքական աշխարհը Սյունիքով միմյանց կապող ճանապարհի հարցը ամեն պահի հնարավոր է Թեհրանի օրակարգի առաջնահերթությունից դուրս մնա։ Մենք չգիտենք մոտ օրերս ինչ իրավիճակ կստեղծվի եւ արդյոք հենց այդ նույն կարմիր գծերի փոփոխության վրա ազդեցություն չեն ունենա տարբեր պետություններ եւ Իրանը այս կամ այն իրավիճակում ստիպված լինի, այսպես ասած, փոխել իր պրիորիտետները, ինչպես մենք տեսանք Սիրիայի հետ կապված իրադարձություններում, որ փաստացի այդ իրավիճակն Իրանի ռազմավարական շահերից չէր բխում, բայց ցավոք սրտին հենց իրավիճակ ստեղծվեց, որ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում մեկ այլ կարևոր ու Հայաստանի համար վտանգավոր հանգամանքի վրա։ Արցախի բռնազավթված տարածքներում, Վարանդայում, Կովսականում եւ Բերձորում իսրայելա-ադրբեջանական նորակառույց 3 օդանավակայանները ռազմական նշանակություն ունեն։ Իսրայելը իր գործողությունները սկսեց հենց այն ժամանակ, երբ որ Արցախի օկուպացված տարածքներում գտնվող 3 օդանավակայանների շինարարությունը Ադրբեջանը ավարտեց։ Ադրբեջանը բացի նրանից, որ Իրանի դեմ է օգտագործելու այդ օդանավակայանները, նաև Ադրբեջանը կարող է գնալ գործողությունների եւ մենք առնվազն պետքա դրան պատրաստ լինենք եւ այդ սցենարը հաշվի առնենք։ Պատահական չէ նաև, որ Իսրայելի ավիահարվածներից մեկ օր առաջ Իրանի հենց քթի տակ Նախիջևանում մեկնարկել է ադրբեջանա-թուրքական միանգամից 2 զորավարժանք։ Արաքսի կամրջի վրա իրենց երկրի դրոշները փոխանակելուց հետո սկսվել են անխախտ եղբայրություն հրամանատարաշտաբային եւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք տակտիկական զորավարժությունները։ Դրանց անվան տակ Բաքուն ու Անկարան բազմաթիվ զորք ու տեխնիկա են կուտակել Նախիջևանում։ Գրեթե տենց ամիս չկա, որ այս կամ այն ֆորմատով զորավարժություն չիրականացնել։ Իսկ այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ նրանք մեծ տեմպերով պատրաստվում են հաջորդ հարմար պահին եւ եթե աշխարհաքաղաքական եւ այսպես տարածաշրջանային հարմար իրավիճակ ստեղծվի իրենց համար, իմ խորին համոզմամբ նրանք գնալու են այդ քայլին եւ փորձելու են ռազմական ճանապարհով հասնել իրենց ստրատեգիական նպատակներին։ Թուրք-ադրբեջանական հրամանատարաշտաբային զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 19-ը։ Իրանը գիտակցում է, որ Ադրբեջանի տարածքն օդային հարվածներից պաշտպանելու քողի տակ ցանկացած պահի թուրքական ու ադրբեջանական զենքը կարող է ուղղվել իր դեմ։ Վստահ եմ, որ այն պահին, երբ որ եւ լիարժեք, այսպես ասած, ապացուցողական հիմքեր լինեն եւ Ադրբեջանը փորձի արդեն ավելի բացահայտ միջամտել այս ամեն ինչի մեջ, Իրանը իմ կարծիքով գնալու է այդ գործողություններին եւ տարբեր առիթներով իրենց ղեկավարությունն է հայտարարել, որ այն կետերից, որտեղ որ իրենք վտանգ զգան, որ իսրայելական ուժերը իրենց հանդեպ որոշակի գործողություններ են իրականացնում, նրանք այդ կետերը փորձելու են հնարավորինս օպերատիվ ոչնչացնել։ Իրանի դիրքերի թուլացումը թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից է։ Դա Հայաստանին ավելի բարդ վիճակում կդնի։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։
Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չկան։ Հայաստանի միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո շտապ մեկնել են Սյունիք, Մեղրիում, Ագարակում եւ Քաջարանում դոզիմետրիկ չափումներ կատարելու։ Այս պահին բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել։ Կենտրոնը շարունակում է վերահսկել վիճակը։ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ֆորումի պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի միջև ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Ըստ վարչապետի, երկու երկրներն անմիջական կապի մեջ են, մինչդեռ նախկինում դա հնարավոր չէր առանց երրորդ երկրների միջնորդության։ Վարչապետը հուսով է, որ այս գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Այժմ մենք ամենօրյա շփում ունենք մեր հարևանների հետ։ Համոզված եմ, որ այս գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման եւ տնտեսական կապերի ամրապնդման։ Իմ տպավորությամբ դա ժամանակի հարց է։ Սա կապված է նաեւ տարածաշրջանային լայն օրակարգի հետ։ Մենք հետևողականորեն շարժվում ենք կայուն խաղաղության հաստատման օրակարգով։ Տեսնում ենք Թուրքիայի պատրաստակամությունը, նաեւ տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։ Մարտիրոս Սարյանի գրեթե մոռացված գլուխգործոցները նոր շունչ են առնում գրականության եւ արվեստի թանգարանում բացված բացառիկ ցուցադրությունում։ Մոտ 60 դիմանկարների մեջ է նաեւ պատմական կտավը, որում Գույների վարպետը 1923-ին պատկերել է Եղիշե Չարենցին։ Ռեպրեսիաների տարիներին հրաշքով փրկված կտավն այսօր խոսում է ոչ միայն արվեստի, այլև ժամանակի ու ոգու մասին։ Ցուցադրության մեջ իրենց տեղն են գտել նաեւ մեծերի ընտանիքի անդամները, գրաֆիկական գործեր, թատերական պատկերներ եւ նույնիսկ Սարյանի մշակութային ինստիտուտների ձևավորման տեսլականը բացահայտող նամակները։ Սա իսկապես բնօրինակ կտավն է։ Գույների վարպետը Մակու քաղաքում ծնված բանաստեղծի դիմանկարը վրցնել է 1923-ին, հետագայում հենց ինքն էլ Սարյանը այն հանձնել է գրականության եւ արվեստի թանգարանին։ Գլուխգործոցը փրկվել է հրաշքով։ 1937-ի ռեպրեսիաների ժամանակ խորհրդային ղեկավարությունը որոշել էր կրակին հանձնել նաեւ Սարյանի 12 կտավները, այդ թվում Չարենցի դիմանկարը, բայց Շատ մեծ ռիսկի գնալով թանգարանի երկու աշխատակիցները թղթերի մեջ փաթաթում եւ այս դիմանկարը իջեցնում են թանգարանի նկուղային հատված եւ մի խուլ անկյունում պահում են եւ Չարենցի մահվանից 2 տասնամյակ անց, երբ որ արդարացվում է Չարենցը, այդ տարիներին արդեն մոռացության եւ այսպես ասած փոշիների միջից կարծես վեր է հառնում այս հրաշալի կտավը։ Չարենցի դիմանկարի կողքին նաև արվեստի մյուս երևելիներն են։ Մարտիրոս Սարյան, ծանոթ եւ անծանոթ դեմքեր։ Ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված է նկարչի մոտ 60 դիմանկար։ Այն կգործի մինչև հուլիսի 10-ը։ Վարպետի աչքից չեն վրիպել նաև ժամանակի մեծերի ընտանիքի անդամները։ Գլուխը կախ ամոթխած տատիկ օրինակ Բակունցի մայրն է։ Ընտանեկան այս զրույցի ընթացքում միտք է առաջանում նկարել Բակունցի մորը Բողջագյուլ մայրիկին, ստեղծման պահին արդեն նկարը հանձնվել է Բակունցի ընտանիքին։ Կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ ու վավերագրեր։ Սարյանի հավաքածուի արժեքավոր շատ նմուշներ ցուցադրվում են առաջին անգամ։ Դա է պատճառը, որ աշխատանքները ոչ բոլորին է հայտնի։ Նկարչի վրձնագործերի զգալի մասը պահվում է այստեղ։ Անուրանալի է վարպետի ավանդը նաև գրքերի պատկերազարդման գործում։ Մահարու մրգահասը, մանկություն, պատանեկություն, եռագրությունը, իդեպ նաև Եղիշե Չարենցի երկիր նայերի վեպի նկարազարդումներն է արել, Իսահակյանի բանաստեղծությունները եւ շատ այլ նկարազարդված գրքեր, որոնցից մի քանի ցուցանմուշ ներկայացվում է ցուցադրության շրջանակում եւ շատ այլ ցուցանմուշներ պահվում են գրականության եւ արվեստի թանգարանի գրադարանային ֆոնդերում։ Մարտիրոս Սարյանը այս նամակը գրել է 1922-ին Երվանդ Շահազիզին։ Գրականության եւ արվեստի թանգարանի հիմնադիր տնօրենին առաջարկում է ղեկավարել 7 բաժին ունեցող պահոցի գեղարվեստական մասը։ Այս դիմակներն ու բեմի մակետն էլ պատմում են ազգային թատրոնի ստեղծման եւ առաջին ներկայացման Պեպոյի մասին, որի բեմանկարիչը Սարյանն էր։ Թատրոնի առաջին վարակույրը եւս սարյանական էր, հանրահայտ Հայաստան գլուխգործոցով, որը 10 տարի վարակույր ծառայելուց հետո դարձել է մեծանկար ու այսօր էլ զարդարում է Սունդուկյանի ջեմասրահը։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։
Սպիտակ գիշերների քաղաքում դասական արվեստը շնչում է նոր ուժով։ Մարինյան թատրոնի պատմական բեմը վերստին բացել է դռները Բելինիի Նորմա օպերայի համար հզոր մեկնաբանությամբ ու ժամանակակից նրբերանգներով։ Պրեմիերան դարձավ մշակութային խոշոր իրադարձություն, ոչ միայն վերակենդանացնելով դասական երաժշտության գլուխգործոցը, այլև հարթակ դառնալով ժողովուրդների մշակութային երկխոսության եւ կովկասյան երաժշտական մեծ ժառանգության արժևորման համար։ Իրադարձությանը Սանկտ Պետերբուրգում հետևել է նաեւ իմ գործընկերը։ Սպիտակ գիշերների քաղաքում մշակութային հրավառություն է։ Մարինյան թատրոնի բեմում Բելինիի Նորմա օպերան է։ Պրեմիերա դասական հզորությամբ, ժամանակակից մոտեցմամբ։ Աղոթքը երգով, սերը զոհաբերությամբ։ Այն, ինչ վերածնվեց ռուսական բեմում տևական դադարից հետո, ժամեր շարունակ հանդիսատեսին պատմեց զգացմունքների բախման, սիրո, դավաճանության հակադրությունների մի ամբողջ ողբերգության մասին։ Բելինիի աշխարհահռչակ գլուխգործոցը Մարինյան թատրոնի բեմում չէր եղել 1.5 դարից ավելի։ Գլխավոր հերոսուհուն սիրո համար ամենաանսպասելի զոհողությունների պատրաստ Նորմային ռուսական բեմում մարմնավորում է օպերային երգչուհի Ալբինա Շահիմուրատովան։ Խոշոր այս պրեմիերայից հետո Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար տնօրեն Վալերի Գերգիևը մշակութային երկխոսություն ֆորումի շրջանակում հանդիպում է աշխարհի տարբեր ծագերից հավաքված մոտ 2 տասնյակ լրագրողների հետ։ Գերգիևը, որ 80-ականներին 4 տարի ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ջերմությամբ է խոսում մեր երկրում իր փորձառության ու տաղանդավոր ընկերների մասին։ Да, я был в Армении минимум 30 раз. Много друзей у меня и сейчас. Այո, ես Հայաստանում եղել եմ նվազագույնը 30 անգամ։ Շատ ընկերներ ունեմ։ Ցավոք իմ մեծագույն հայ ընկերներն արդեն հեռացել են կյանքից։ Շատ մտերիմ էի Արնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի, Ավետ Տերտերյանի եւ ուրիշների հետ։ Մենք գործակցում ենք սերտ ու արդյունավետ։ Հիմա էլ իհարկե ունեմ շատ ընկերներ եւ առաջիկայում հայաստանյան բեմում ներկայանալու հստակ պլաններ կան։ Աշխարհահռչակ դիրիժորը համոզված է, ցանկացած պարագայում ժողովուրդները պետք է գտնեն մշակույթի միջոցով երկխոսելու, հակադրությունները համադրություն դարձնելու ուղին։ Այս մասին են մշակույթն ու արվեստը։ Например, у нас идут спектакли «Спартак». Օրինակ մեզ մոտ ցուցադրվում է Արամ Խաչատրյանի Սպարտակը, զուգահեռ նաև Արիֆ Մելիկովի Լեգենդ սիրո մասինը։ Մեզ մոտ հաճախ հնչում են Բաբաջանյանի ու Միրզոյանի ստեղծագործությունները։ Մեր հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրել գործեր նաև վրացի հեղինակներից։ Սա մեծ Կովկասի համախմբման մասին է, մշակույթի ու արվեստի ոլորտում, եւ վկայությունը, որ անկախ ամեն ինչից ժողովուրդների կապը չի տուժել, երկխոսության թելը չի կտրվել որևէ պարագայում։ Անկախ ժամանակներից մարդկանց հետաքրքրությունների փոփոխություններից Գերգիևը համոզված է, բարձրաճաշակ երաժշտությունն անմահ է, հռչակավոր թատրոնը նույնպես։ Մարդկանց պետք է համախմբել բարձր արժեքների ու գաղափարների շուրջ։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ Եվ հոսանքի պլանային անջատումների ժամանակացույցը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՊԱԿ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքների իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանի Նորք մարզվարչական շրջան ժամը 11-ից 17 Նորք 13 փողոցի առանձնատներ, Նորքի 6-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Երևանի Արաբկիր վարչական շրջան ժամը 11-ից 17 Գյուլբենկյան փողոց 36-ից 40, Խաչատրյան փողոց 10 Շենք եւ 12-ի 1 առանձնատուն, Բակունցի փողոց 7-ից 15 առանձնատներ, Երևանի Աչափ վարչական շրջան ժամը 10-ից 16-ը Սիլիկյան թաղամաս 5-7 փողոցներ մասնակի, Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան ժամը 10-ից 16-ը Հաղթանակ թաղամաս 5-րդ, 7-րդ, 18-րդ փողոցներ մասնակի, Երևանի Շենգավիթ վարչական շրջան ժամը 10-ից 16-ը Արտաշիսյան փողոց 30, 53-ի 14, 53-ի 13, 57-ի 12, 59, 61, 63, 63-ի 1, 63-ի 2, 65, 67, 69 Շենքեր Չեխովի փողոց 48, 48-ի 4, 50, 52 Շենքեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ծերեթելի փողոց
փողոց 57-ի 1, 59-ի 1 այրացիա թաղամաս։ Առաջին 1-ի 1A, 1-ի 10, 2, 2-ի 10, 2-ի 1-ի A, 3, 3-ի 1 շենքեր, թիվ 7 հանրակացարան եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Արագածոտնի մարզ ժամը 11-ից 17 Նորաշեն, Հնամերձ, Գեղաձոր, Գեղադիր, Թաթուլ, Հացաշեն, Ցամաքասար, Զարինջա, Սուսեր, Կանչ, Հակո, Սորիկ, Ուջան, Օհանավան գյուղեր եւ Գազալցակայան։ Արարատի մարզ ժամը 10-ից 12-ը, Մասիս քաղաք Նոր թաղամաս, 8-9 շենքեր, Ազատամարտիկների եւ Շիրազի փողոցներ մասնակի, Նոր Խարբերդ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Ժամը 10-ից 13-ը Արարատի մարզ ոսկու գործման ֆաբրիկայի բանավան մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արարատյան փողոց մասնակի, Եղեգնավան Արալես գյուղեր մասնակի, Լուսաշող, Լանջար եւ Լանջանիստ գյուղեր, ժամը 10:30-ից 12:30 Մերքավետ գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, ժամը 10-ից 14-ը Մղչան գյուղ մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Վայոց ձորի մարզ ժամը 10:30-ից 12:30 Հերհեր, Շատին, Գեղեգից գյուղեր մասնակի եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոտայքի մարզ ժամը 11-ից 17-ը Առինջ գյուղ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 6-րդ, 8-րդ, 14-րդ, 24-րդ, 26-րդ փողոցներ, Ծագևանքի, Մաշտոցի, Մնացականյան եւ Հայկ Կասպարյան փողոցներ եւ հարակից բնակիչ եւ ոչ բնակիչ բաժանորդներ, Հյուսիսային ավտոկայան եւ հարակից բնակիչ եւ ոչ բնակիչ բաժանորդներ, Ջրվեժի ամարանոցներ մասնակի եւ Ջրվեժ գյուղ մասնակի, Թևոնյան փողոցի ռեստորանային համալիր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հատիս Զովաշեն գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ։ Եղարքունիքի մարզ ժամը 11-ից 14-ը Շորժաջիլ գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զորամաս ժամը 11-ից 16-ը Լճավան, Մաքենի, Սախպրաձոր, Կարճախբյուր, Ծովակ գյուղեր եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Սևանի Իշխան ՊԲ, Զինմաս, Սևան ազգային պարկ, Խաչատրյան, Սահարոն, Ածը եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Յուքոմ, Viva Armenia եւ Թիմ Տելեկոմ ընկերությունների բջջային օպերատորների կայաններ։ Ժամը 11-ից 16:30 Երանոց բնակավայրն ամբողջությամբ եւ հարակից բոլոր ոչ բնակիչ բաժանորդներ, Տավուշի մարզ ժամը 10-ից 11:30 Իջևան քաղաք Օհանյան, Բլբուլյան, Միասնիկյան, Մեհրաբյան, Երևանյան, Սարալանջի, Ասլանյան փողոցներ, Խոլաքարեր կոչվող Սարամաս, Կանձասար գյուղ եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, ժամը 12-ից 16-ը Դիլիջան քաղաք, Թբիլիսյան խճուղի մասնակի եւ Պարսլիչ փողոց մասնակի, Թեղուտ գյուղ, Լոռու մարզ ժամը 10-ից 13-ը Ստեփանավան քաղաք, Իսահակյան, Նժդեհի, Նանսենի, Խորհուրդների, Միլիոնի եւ Անտարային փողոցներ մասնակի, ժամը 14-ից 17-ը Ստեփանավան քաղաք, Միքայելյան փողոց 18-ի 1 հասցե, ժամը 10-ից 11:30 Մեծավան գյուղ, ժամը 12-ից 14:30 Մեծավան գյուղ եւ 15-ից 16:30 նորից Մեծավան գյուղ։ Սպառած էլեկտրաէներգիայի անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 180 եւ 0800180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։ Դրահոսին հետևելու համար միացեք մեր սոցհարթակներին։ Էպիկենտրոնի բոլոր թողարկումները, նաև մեր ռեպորտաժները YouTube-ի ալիքում են։ Հայաստանի ու աշխարհի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային ու մարզական ամենակարևոր իրադարձությունները, մեր խնդիրներն ու մարդկային պատմությունները փնտրեք նաև Էպիկենտրոնի Facebook-ի էջում ու Telegram-ում։ Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։